Այսօր ինձ հարց են տալի, ամենաուժեղ տղաները ով են Հայաստանում։ Գիտեք ինչ, համեստություն էլ ունի իր չափանիշները, ասեմ ամենաուժեղ տղաներից մեկը Ռուսաստանում, ես եմ եղել, որ ռուսներին ասել եմ «նյետ»։ ՍՍՍՌ-ի լրիվ վարիանտներին եմ ասել «նյետ», Շայգուին եմ մի քանի անգամ ասել «նյետ», Պուտինին եւ իր մակլավիկներին եմ ասել «նյետ»։ Այնքան ասի «նյետ», որ 60-ամյակիս ինձ նվեր արին եւ իմ շենքը բուլդոզերներով ՎԴՆԽ-ում քանդեցին։ «Նյետ» նաեւ ասել է Պուտինին Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է, վերջի անգամ իր ասած «նյետը» ձեռ առնելով էր։ «Նյետ» իրան ասեց Սուրեն Պապիկյանը պարադով եւ դրանից առաջ Երևակային մի քանի անգամ ասեց «նյետ»։ Ալեն Սիմոնյանը Մատվիենկոին ասեց «նյետ»։ Արարատ Միրզոյանը եւ Ռուբեն Ռուբինյանը Լավրովին ասին «նյետ»։ Էդուարդ Էլֆիջյանը իմ ընկերս, ինչ Ամերիկայում է գտնվում, մի քանի անգամ իրանց ասեց «նյետ»։ Արման Բաբաջանյանը, Ռուբեն Ախվերդյանը, Ռուբեն Միհրաբյանը ասեցին իրան «նյետ» 102 բազայի դեմը։ Ռոմիկ Մխիթարյանը եւ Արամ Սարգսյանը «նյետ» ասեցին։ Իմ կամանդիր Ռազմիկ Վասիլյանը, Արկադի Իվանովիչը «նյետ» ասին։ Իսկ Նորադ Գրիգորիչը ասեց «դա, տավարիշ Պուտին» ու Նիկոլ Փաշինյանին ասում է «սվոլոչ» եւ բոլոր այդ ռուսական Սայյուզ Արմյանիով եւ մնացած իրանց սիստեմայով անուններն էլ սկի չեմ ուզում տամ։ Հովսեփ Խուրշուդյանը «նյետ» ասեց։ Հարութ Մկրտչյանը դռները ծեծելով ՕԴԿԲ-ի Մոսկվայում ասեց «նյետ»։ Այ ուժեղ տղաները դրանք են։ Դրանք են ուժեղ տղաները։ Իսկ մնացածը որ ասում է դա, դրանք թույլ են։ Նորադ Գրիգորիչի հետ մի օր նկարվում է իմ համազգեստ էր, որը ես լեկալները վեկալել էի Զորավար Անդրանիկից ու Նժդեից, ասեց այդ ֆորումով մի նկարվի, քո ուսերի վրա 5 աստղի տեղը 8 աստղներ է։ Ես 8 աստղներով Մոսկվայում 2010 թվականից տրամվայներով ֆռում էի Անդրանիկի լեկալով եւ Գարեգին Նժդեի լեկալով Ռուսաստանում գուլյատ էի ելնում։ Իսկ Նորադ Գրիգորիչը ամանչեց հետս նկարվի։ Այսօր ես ուրախ եմ, որ մեր պարադի ժամանակ հիմք ընդունվեց իմ կազմակերպության զինվորական հագուստի ձևաչափը, դե կոպի չի, բայց ասենք ինձ թվում է հիմք ընդունվեց, թե գույների տարբերակով, թե մնացած։ Ես հպարտ